Ճիշտը որ ասեմ, մենք չհասկացանք ինչ հիմքով ինչը վերջ։ Հիմա էլ չենք հասկանում ինչ հիմքով է։ Փաստաբանների ինչ որ երկար ժամանակ տևեց, մինչև իրանք գտնեին ինչ որ մի հատ հոդված, չգիտեմ գտել են թե չէ, Սամվել Կարապետյանի հետ կապված, բայց մեր գծով բայց ձեր մասով ձեզ ինչու էին տարել 6-րդ վարչությունը։ ճիշտը որ ասեմ, մենք չհասկացանք, հա։ Մի քանի ժամ ձեզ պահել էին այնտեղ։ Ովքեր սահմանված ժամկետից ավել են պահել։ Բայց չհասկացանք ինչ էր, ու պարզ է, բոլորս էլ հասկանում ենք ինչ էր, ինչ որ էմոցիոնալ պորտկումների արդյունք է։ Մերսի, շարունակությունը բան կանեմ։ Գնեք շարունակությունը հետո կանեմ։ Տեսնում եք քաղաքական հետ, միջամտություն։ Ինչ կասեք, ինչով եք բացատրում, ինչով եք բացատրում այս գործողությունները, Սամվել Կարապետյանի ու մենք հերթականությունը կարանք բոլորս նայենք, կտեսնենք, որ տեղի էր ունեցել հայտարարություն Սամվել Կարապետյանի, որից հետո հայտնի վիդեոներ, որից հետո հայտնի հրապարակումներ ու հայտարարություններ։ Ամբողջը տեղի ունեցել հանրության աչքի առաջ ու մենք բոլորս կարող ենք տեսնել ինչ մոտիվներով, ինչ են մարդիկ ուզում անեն։ Բայց շատ զարմանալի մոտեցում էր, ճիշտ որ ասեմ, շատ հետաքրքիր մոտեցում էր, չգիտեմ, բավական մեծ էվոլյուցիա ենք տեսնում ենք մեր արդարադատության ու արտադատության վերաբերյալ մեր երկրի ու պետության ղեկավարների մոտեցման։ Շնորհակալ եմ, այսքանը։ Այս հաշվի արդարը ասում է խառնում են մեր երկրի ներքին կյանքին։ Հաշվի արդար չի կարող լինել մի պարզ պատճառով, որ պետք է հաջող լինի, որ հաշվի արդար լինի, հաջող չի լինելու։ Կարապետյանների քաղաքական նկրտումներ ունեն, ի վերջո